Ողջույն իմ սիրելի հետևորդներ, տեսեք ինչքան համեղ, ինչքան գեղեցիկ ու տաք ուտեստ եմ բերել, վաղուց ուզում էի պատրաստեի, բայց ամեն անգամ չէր ստացվում, հիմա այս անգամ վերջնական որոշեցի, ամուսինս այս կողոսկրներից էր բերել ու ասեց ինչ ուզում ես են էլ պատրաստի, ես էլ դե որոշեցի մի քիչ նորություն մտցնել խոհանոց, ամեն անգամ միսը տարբեր ձև եմ տապակում, ջեռոց դնում, մի խոսքով այս անգամ էլ թող նույն ջեռոցն է էլի, թող մի քիչ տարբերվի թե տեսքը թե համը, այս կողոսկրերի վրայի այդ թաղանթը պետք է անպայման հեռացնենք, որպեսզի համեմունքը ավելի լավ մսի մեջ առնի և բացի դա էլ դա ոչ ուտելի մաս է, ինչպես թոքի վրայի թաղանթը, ասենք տավարի թոքը որ էփում են, պարտադիր վրեն թաղանթ ունի, այդ հեռացնում են, ես էլ դա իմացել եմ մոտ մի 6 տարի առաջ, մինչև էդ չեմ էլ իմացել, մի խոսքով վրայի թաղանթը հեռացնում եմ, վերևից ու ներքևից ամեն մի այդ ոսկորի արանքից այսպես կտրվածք եմ անում, ինքը շատ մսոտ չի, դրա համար այդ կտրված մասերից չեմ հեռացնում, որ ոսկորները եփելուց հետո դուրս ցցվեն, ավելի նման լինեն մթոմ այդ թագավորական թագի, մի խոսքով այսպես էլ է նման լինում, հիմա չոփիկով կամրացնեմ, լավ աղ ու պղպեղ կանեմ, կտրորեմ, որպեսզի առնի մեջը, հետո չոփիկով կամրացնեմ ու կդնեմ ջեռոցը հատուկ ցելոֆանով, որպեսզի եփվի, նոր կհանեմ, բաստուրմա կդնեմ, միայն կարմիր պղպեղ եմ անում, սև պղպեղ չեմ անում, որպեսզի մսի գույնը չմքվի, քանի որ ջեռոցս կոնվեկցիայով չէ և միայն վերևից ու ներքևից է եփելու, դրա համար հնարավոր է, որ սև պղպեղի դեպքում միսը մքվի, գույնը մքվի, դրա համար միայն կարմիր պղպեղն եմ անելու, այսպես չոփիկով ամրացնում եմ, եթե հատուկ ջեռոցի թելեր կամ ամրացնելու ինչ-որ բաներ կունենաք, դրանով ամրացրեք, ես հիմա այստեղ որ այն տոպրակով որ պիտի փաթաթեմ դնեմ ջեռոցը, ահա տեսեք, գնել եմ Wildberries-ից, բավականին երկար է, եթե չեմ շփոթվում 30 մետրանոցն է ու ինքը հենց տոպրակ է, ինչքան ուզում եք այդքան կտրում եք ու իրա հետ էլ բարակ կապելու, փաթաթելու այդ բարակ տոպրակը ունի, ինչքան որ կտրում եմ իրանց փաթաթելու, այդ բարակից էլ եմ կտրում ու եզրերից կապում եմ, մի խոսքով, դնում ենք տոպրակի մեջ, լավ փակում ենք, որպեսզի օդ չանցնի, տեղափոխում ենք ջեռոց, դրել եմ 200 աստիճան ջեռոցում եփվելու, մինչև միսը կեփի, այնտեղ հեղուկը դուրս է տալու այդ տոպրակի մեջ, հետո այդ գոլորշիով հենց, իրա դուրս տված գոլորշիով էլ ինքը եփվելու է, այստեղ կպատրաստեմ վրայի քսուկը, առանցին ամանի մեջ լավ չոր ռեհան եմ ավելացրել, մենք սիրում ենք երբ որ տապակած մսեղենին կամ խորովածին ռեհան ենք ավելացնում, մեկ էլ ուրձ, բայց այս անգամ ես ուրձից ալերգիա ունեմ, որոշեցի չավելացնեմ, ռեհանը լցրեցի, տոմատի մածուկը ավելացրեցի, կարմիր պղպեղ լցրեցի, սոյայի սոուսը լցրեցի և ավելացնում եմ այստեղ պատրաստի չաման ունեմ, ամանորից մնացած բավականին չաման ունեմ և անընդհատ այսպես օգտագործում եմ քիչ-քիչ մսեղենի մեջ, կարտոֆիլի մեջ, ավելացնելով բաստուրմաները բռնելուց, ինքը երբեք չի փչանում, արդեն տեսեք 2-3 ամիս է, շատ լավ վիճակում է, որովհետև բուսայուղ կա, թեպետ եփած չի, հում վիճակում է, բայց միևնույն է, չի փչանում, այսպես, ոչ էլ համն է փոխել, հիմա այս խառնուրդին ավելացնում եմ նաև բուսայուղ, որպեսզի միսը շատ յուղոտ չի տապակվի, հետն էլ մի փոքր մեղր, առաջին անգամ եմ մեղրով պատրաստում, բայց ասեմ վերջում գերազանց համ ուներ,
Հիմա տեսեք, այստեղ ձեզ ցույց տամ, ինչպես է եփվել, ահա տեսեք, ոսկորից քաշվել է միսը և ամբողջ հյութը այդ տոպրակի մեջ է, այս տոպրակի հյութն էլ չեմ թափելու, ոչ թե ջուր է, այլ մի տեսակ իրա յուղի հալած այդ ոնց ասեմ, իրա սոուսն է մի խոսքով, այդ ավելացնելու եմ վերջում, ինչքան որ այդ քսուկը պատրաստել եմ, քսում ենք այս մսակտորների վրա, ինչքան էլ որ մնա, խառնելու եմ կարտոֆիլով, նոր դնեմ ջեռոցը։ Հիմա այս հյութը լցնում եմ այդ կարտոֆիլով մասսայի վրա, ինքը շատ քիչ է, մի կես բաժակի չափ հազիվ լիներ։ Տեսեք, շատ լավ եփել է, ես հիմա չեմ ուզում քաշեմ ոսկորից, որպեսզի տեսնեք նույնիսկ հալված վիճակ է, ինքը իրա գոլորշիով, բուղով եփել է այդ տոպրակների մեջը, դրանք շատ հարմար են։ Մոռացել էի, որ ունեմ նաև առանցին տոպրակներ, հատիկավոր էլի վերցրել եմ, բայց չէի հիշում, թե չէ հենց այդ ձև առանցին տոպրակների մեջ կդնեի։ Մինչև եփել է, այս քսուկից համ եմ արել, արտակարգ համ ունի, շատ համեղ է։ Ու այսպես մսի վրա լավ տարածում ենք ներսից, դրսից, այդ կողոսկրերի արանքը, մի խոսքով լավ քսում ենք վրան, տարածում, հետո ինչ որ կմնա, կավելացնեմ կարտոֆիլին, մի լավ կխառնեմ ու կլցնեմ տապակի մեջ, երկուսը միասին կդնեմ ջեռոցը, որպեսզի վերևից ջեռոցի տեները չայրեն մսի վերևամասը, կամ յուղաթուղթ դրեք մի կտոր, կամ ես փայլաթիթեղով ծածկելու եմ, ահա, այսպես խառնեցի, ավելացրել եմ նաև դդում, իմիջիայլոց շատ համեղ է ստացվում, դդումը խորոված, ամուսինս շատ է սիրում, հաճախակի էլ անում եմ, տանն էլ կար, այս անգամ էլ այսպես խառնեցի, դրեցի, մի խոսքով եփել եմ, հանել եմ, սիրելիներս, նկարելուց է, կթվա թե այրված է, բայց այրված չի, արտակարգ, կարմրած ու համեղ միս է ստացվել, յուրահատուկ համով, էլ չեմ ասում, որ կարտոֆիլը, երբեք չէր եղել, որ պատրաստելուց հետո ամբողջ կարտոֆիլը մենք ուտեինք, վերջացնեինք, բայց այս անգամ նույնիսկ երեխեքը մեծ սիրով կերան։ Այսքանը սիրելիներս, դուք էլ փորձեք, եթե գազի ջեռոց կլինի, ավելի մեծ կտոր կողոսկր վերցրեք, ավելի որ բարձր լինի, ավելի գեղեցիկ լինի, պարզապես ջեռոցի բարձրությունը թույլ չի տալի երբեմն նման ճոխություններ թույլ տալ մեզ։ Դե կմատուցեք ով ինչպես կցանկանա, էլ կարող եք հազարի տերևներով ձևավորել, էլ գազարներով, էլ կտրատած սոխով, մի խոսքով ինչպես կուզեք, պատրաստելուց հետո ինքներդ այդպես ձևավորեք, ես հենց այսպես լցնում եմ ամանի մեջ, հիմա տանեմ, մատերից կտրատեմ ու մատուցեմ, ով որ կտորը ինչքան կտոր կուզի վերցնի ու անուշանի։ Այսքանը սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտեցիք, եղեք իմ ալիքում, կտեսնեք շատ հետաքրքիր տեսանյութեր, անմիջապես իմ խոհանոցից, ոնց լինի ամեն անգամ մի գաղտնիք կբացահայտեմ, ձեզ էլ դա պետքական կլինի, գրեք տեսնեմ հավանեցիք թե ոչ պատրաստման ընթացքը, կհանդիպենք մյուս տեսանյութում։